Այսօրվա հետ կապված ձեր տպավորությունը կասեք, պարոն Ալեքսանյան, սպասում էիք, ինչ եղավ, այսինքն սպասելի էր ձեզ համար, որովհետև ստեղ մարդիկ կային, հարցնում էին, տանկեր չկար ցուցահանդեսի ժամանակ, ինչի չցուցադրվեց, ձեր դիրքորոշումը։ Չկարծում որ այդ պատկերաբար հատկապես տանջել, որովհետև մենք իսկ բանել ասել ենք սա 22 թվականից հետո մեր արված աշխատանքի հաշվետվություն զորահանդեսա որպես այդպիսին։ Ու ինձ թվում է ցուցադրված տեխնիկան առավել քան խոսում է։ Ու ինձ թվում է մենք երկար ժամանակ այլևս չենք լսելու ընդդիմության ձայն։ Շատ բարձր։ Պարոն Ալեքսանյան, այսպեսի մի գնահատական է հնչում, ասում է։ Իսկ չան նույնիսկ ընդդիմությունը եթե նամուս ունենա, հենց հիմա կգնա կենտրոնական ընտրական հանձնաժողով ու այն ընդդիմությունը, որը որ առնվազն նախկինում իշխանություն ա եղել, ու ինքնաբացարկի դիմում կա։ Կներեք, մի ճշտում անեմ, այս զենքերը ամբողջությամբ նոր է գնվել 2018 թվականից, զինտեխնիկան ինձ ցուցադրվեց գնվել է 2018 թվականից, իսկ սա նույնիսկ 22 թվականից սկսած, եթե չեմ սխալվում, կարող է 1-2 բացառություն կար, բայց առնվազն անօթաչուների մասը, որը ոչ միայն գնվել, այլև արտադրվել է։ Իսկ վրդը զենքեր չկային, պարոն Ալեքսանյան։ Ես չգիտեմ ինչ հակադրության մասին եք խոսում, առնվազն կար Խոս 1A հրետանային միջոցը, կար նաև տոր հակաօդային միջոցը, դա առնվազն տեսանել և DRS-ը սովետական կարելի է։ Իսկ ինչ եք ընդդիմադիրներին հորդորում գնալ ԿՀ և հրաժարական ներկայացնել չմասնակցել։ Իհարկե, շնորհակալ Ձեզ միշտ սատարում ենք, շատ սիրում ենք։ Անչափ շնորհակալ եմ, ես էլ իմացեք ձեզ եմ սատար։ Պարոն Ալեքսանյան, այսպեսի մի գնահատական է հնչում, ասում են ցուցադրում են զինտեխնիկան մեր ուժը, մյուս կողմից խաղաղություն է խարուսում։ Հակասություն չէ սա, պարոն Ալեքսանյան։ Ապա ինչ։ Դա ինչը որ կա, որտեղ մենք բանակը դիտարկում ենք, որպես ներխաղաղության շարունակական լինելու միջոցներից։ Պատերազմի էջը փակում են, քան ասում է պատերազմի էջը փակում են, բա ռազմական տեսարանը ինչ է պատահել։ Հենց խաղաղությունը ամրապնդել, որովհետև վարչապետը սրա մասին բազմիցս ասել է, որ այն երկրները, որոնք որ չունեն վարկուլոր բանակ, այդ երկրները կարող ուրիշ երկրների համար շատ գայթակղիչ թվան, որպեսզի այդ երկրների վրա հարձակում գործեն։ Եվ հետևաբար Հայաստանը այդպիսի երկիր չի լինելու։ Սա նախընտրական մարտունակ բանակ ունեցող խաղաղ ավտոկ Մենք պատերազմում պարտվել ենք, պարոն Ալեքսանյան, եւ պարտված բանակի զորահանդեսը նախընտրական քարոզչություն ետք չէ, ապա ինչ ենք ուզում սանու հասարակությանը ցույց տալ։ Կներեք, 1990 ես հիշում սրանից 2 տարի առաջ ընդդիմությունը ազգային ժողովում ասկերպախի չեք զորահանդես անում։ Այսօր ընդդիմությունը լավ հասկանալով որ թե զորահանդեսը նաև ինչ է նշանակել իրենց համար, ասում են ինչ է զորահանդես անում, լավ ենք անում։ Պատմողեն գնաց պատերի տակ բարանդիմության վերաբերում խոսքս գնան պատերի տակ Վնգստան թե ինչի վրա են ծախսում պետական միջոցները, թողան տենան ինչի վրա են ծախսում պետական միջոցները, քաղաքացին հարկատում պետք է տեսնի ինչի վրա են ուղղում իր հարկերը եւ իսկ մոտ քաղաքացին տեսավ այն բոլոր մանիպուլյացիաները ու հեքիաթները, որոնք որ պատմում են միջևս, դրանք ամեն ինչի ջարդություն լինելը։ Ռուսաստանի ճնշումների մասին, տնտեսական ճնշումների, ալկոհոլ, ես նման բան չեմ տեսնում։ Արդեն նամակ է ուղղել։ Ես չգիտեմ ինչ նամակի մասին խոսքը, բայց այն ինչ ես եմ տեսնում, տենց ամեն տարի պատահող ինչ որ աշխատանքային միջադեպեր են, որ ինչ որ մի ապրանքության վաճառակի հետ խնդիր արվում, այդ խնդիրը շփվում է, հարցնել։ Որոշում կայացնելու համարանի են որոշում կայացնելու։ Ընդհանրապես ես ոչ մի խնդիր չեմ տեսնում Հայաստանի հարաբերություններում, լինում են աշխատանքային դեպքեր ու այդ աշխատանքային դեպքերը մշտապես էլ լինում են, էլ ինձ չի, ասենք 18 թվականից առաջ չեն եղել նման դեպքեր, եղել են 18 թվականից հետո են եղել, լինում են տարբերատար նմանատիպ դեպքեր ու այդ նմանատիպ դեպքերը հանգուցալուծում են։ Զինանշանի հետ կապված մեկ էլ հարցեմ, ամեն դեպքում ասում են հանրային կարծիքի մասնագիտական քննարկման չէր ներկայացվել եւ փոխվել էր հայկական բանակի զինանշանը եւ քաղաքականացրել են։ Այս մասը ձեր գնահատականը, պարոն Ալեքսանյան։ Իմ կարծիքով այդ հարցերը պետք է պային այն ժամանակ, երբ որ մեր բանակի զինանշանը հերալդիկայի տեսանկյունից ուղղակի խայտառակություն։ Անկեղծ բան եմ ձեզ ասում, Վահանի հետևում դրված փուրը որպես բանակի զինանշան, դա ում ուզում եք հարցրեք, էլի հերալդիկան ինքը ոլորտ է, որը ունի մասնագետ։ Հարցրեք յուրաքանչյուր մարդու, ով կես գրամ հասկանում է դրան։ Բանակի զինանշանի վրա կապուցը փակ եւ
վահանի հետևում դրված գրով արցունքը դա ես չգիտեմ է։ Հանրության կարծիքն ինչի՞ չեք լսել, պարոն Ալեքսանյան։ Մարդիկ գուցե այլ առաջարկներ անային հանրային քննարկումների ժամանակ այլ դիրքով։ Պաշտպանության նախարարությունը ձեր հարցերին ավելի լավ կպատասխանի, բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ տվյալ զինանշանը առնվազն հերալդիկայի տեսանկյունից մի քանի գլուխ ու անգամներով ավելի բարձր է նախորդից։ Ուժեղ Հայաստանի անդամներն այսօր ասել են, որ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ասել են, որ զորահանդես ընդամենը հակելու թեման, որ 300,000 ադրբեջանցի առաջիկամ կգա Հայաստան։ Քիչ առաջ էին հայտարարություն արել։ Ինձ թվում է, որ Ուժեղ Հայաստան կուսակցության այն ներկայացուցիչը, որը խոսում է 300,000 ադրբեջանցիների ինչ-որ միֆական վերադարձություն կամ մնացածի մասին, ազդեցության գործակալ է։ Յուրաքանչյուր մեկի մասին, ով նմանատիպ պնդումներ է անում Հայաստանի Հանրապետության ներսում, ով առաջ է տանում այդ նարատիվը, ես պնդում եմ, որ մեր իրավապահ մարմինները պետք է հարուցեն քրեական գործ։ Մեր իրավապահ մարմինները պետք է հասկանան, թե մերսի չէ։ Մեր իրավապահ մարմինները պետք է հարուցեն քրեական գործ, մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննեն, թե ումից են ստանվում այդ մարդիկ, որտեղից են փող ստանում այդ մարդիկ, ինչի համար են այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում առաջ մղում այդ նարատիվը, որովհետև ես վստահաբար պնդում եմ, եթե այդ հետաքննությունը ընթանա, մեր համար շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն։ Հայաստանի Հանրապետությունում 300 ադրբեջանցիների, 100 ադրբեջանցիների, 200 ադրբեջանցիների ցանկացած թող նման բան հարց չկա, չի եղել եւ չի լինելու։ Քանի դեռ Հայաստանում իշխանությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի կապաշտեն եւ ԿՊ։ Այդ թե ինչ պլաններ ունի Կարապետյան Սամոն օլիգարխ կալուգացի, դա արդեն այլ հարց է եւ դա կարող է իրան։ Սա կարող ենք դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։ Այդ թողնել իրավապահ։ Ես կարծեմ իրավապահ մարմիններին կարող եք դիտարկել որպես հորդոր հետաքննելու նմանատիպ իրավիճակներ, այո, ես նմանատիպ հորդոր անում։